Ողջույն 24-ի եթերում հետագիծն է ես Նարեկ Գալստյան ու այս բանի ես հյուրն կարել եմ խորհրդարանի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին, պարոն Աբրահամյան ողջունում եմ եւ շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Պարոն Աբրահամյան, մինչեւ impeachment-ի մասին թեմային անցնելը Դավիթ Համբարձումյանի առաջադրում եւ մնացած հատվածը, ես կցանկանայի մեր հաղորդումը սկսել Նիկոլ Փաշինյանի հայ-առաքելական եկեղեցու եւ եկեղեցու հովվապետ Գարեգին Երկորդի նկատմամբ իր վերջին հայտարարությունով, ասվում է, որ Գարեգին Երկորդը ունի ընտանիք, զավակ եւ ըստ այդմ չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, այստեղ այն ինչ որ նորություն չկա, վերջի հատվածն է նորություն, ասում է Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Ինչ է դա նշանակում, արդյոք մենք առաջիկայում Մայրաթորի դարպասների մոտ տեսնելու ենք Փաշինյանի կողմնակիցներ ինչ որ հավաքի կամ փորձելու են, չգիտեմ, ինչ եք դուք հասկանում այս ամեն ինչի տակ։ Այն 2018-ին չի հաջողվել Փաշինյանին, փորձում է երկրորդ եւ վճռական մարտը մղել հիմա։ Սա մեծապես կապված է, կարծում եմ, 26 թվականի նախընտրական շրջանի հետ եւ հատկապես վերջին շաբաթների ընթացքում դրսևորվող իշխանության այս կոշտ բավականին հռետորաբանությունը, որը ոչ միայն արտահայտվում է Մայրաթորի նկատմամբ, այլ տարբեր դրսևորումներով արտահայտվում է նաև քաղաքական դաշտի տարբեր ակտորների նկատմամբ, սրանք ամբողջությամբ տեղավորվում են 26-ի նախընտրական տրամաբանության մեջ։ Հիմա ինչ էր անում 18-ին, 18-ին առաջին փորձն էր, ոչ միայն վեհարանը գրավելու բառացի իմաստով, այլ նաև հիշում եք վեհի դեմ նաև սադրանք հրահարելու առումով, ինչը այդ պահին կանխվեց, բայց Փաշինյանը բնականաբար հետ չի կանգնել իր այդ մտադրությունից, դա այս 7 տարիների ընթացքում իր տարբեր թիմակիցների կողմից արտահայտվել է, այնպես չէ որ կարծիքի նոր փոփոխություն է տեղի ունեցել, եւ կարծում եմ, որ Փաշինյանը այս երկրորդ հերթական գրոհը պահել էր այս նախընտրական շրջանի համար, ինչը փորձելու է իրագործել։ Իհարկե չպետք է ոչ այսպես ասեմ, չեմ սիրում այդ ձևակերպումը, բայց այդ դավադրությունների որոշակի դրսևորումներ նաև սպասել եւ չպետք է նաև բացառել, որ գա պահը, երբ որ իրական հետևորդները հայ առաքելական եկեղեցու կգնան եւ ցավոք այս իրավիճակում կպաշտպանեն վեհարանը։ Ես անկեղծ եմ ասում, այս ամեն ինչից մի տեսակ ասված մի հարաս է, բայց հնարավոր ինչ որ, չգիտեմ, չասեմ բախումների, բայց նմանատիպ ինչ որ բանի հոտ եմ առնում, որովհետև մի պահ պատկերացնում եմ, որ Փաշինյանը իր կողմնակիցներին ուղարկում է Մայրաթոր, վստահ եմ, որ կգտնվեն հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, որոնք որ կգնան պաշտպանելու Մայրաթորը տեսակ հնարավոր, չգիտեմ, դրսևորումներից ու մենք ունենանք այն ինչ որ կունենանք, այսինքն այն ռուսի ասած նագրայնի ինչ որ խաղ է այս բանին ընթանում։ Փաշինյանի իշխանությունը ի սկզբանե ձևավորվել է, պահպանվել է եւ առաջ է մղվելու ատելության հիման վրա։ Հանրային տարբեր շերտերի միմյանց դեմ բախումների տանելը, այդ ատելության սերմանումը եւ մշտապես այդ քաղաքական գծի պաշտպանությունը այս իշխանության համար եղել է կյանքի խնդիր եւ այս փուլն էլ ունենալ նաեւ այդ դրսեւորումը, որքան սա մոտենա 26-ի ընտրական process-ներին, բնականաբար դա շատ ավելի սրվելու է եւ չեմ կարծում թե Հայաստանում կա որևէ մեկը, ով կասկածում է, որ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը պահելու համար պատրաստ է գնալու արյունահեղության, այդ թվում քաղաքացիական պատերազմ հրահարելու եւ հասարակության այդ ներքին բախումները, որ հենց ինքն է նախաձեռնել, դրանք շատ ավելի սուր դրսևորումներով արտահայտելու համար։ Լավ, եկեղեցու թեմային դեռ եթե առիթ լինի կանադառնանք մեր խոսակցության ժամանակ, այնուամենայնիվ, ինչպես ասում են, impeachment-ի թեման հասունացավ եւ պատիվ ունեմը որոշեց հանրապետական կուսակցության այսպես հորդորով, Դավիթ Համբարձումյանի Մասիսի համայնքապետ առաջարկել վարչապետի թեկնածու։ Ես տեսնում էի, կարծում եմ Facebook-յան մեկնաբանությունները, քննարկումները եւ այլն,
ու մարդիկ, որոնք որ առանձնապես լոյալ չեն Նիկոլ Փաշինյանին, տարակուսանք էին հայտնում ոչ թե Դավիթ Համբարձումյանի անձի հետ կապված, այլ քաղաքական գործիչ Դավիթ Համբարձումյանի հետ կապված։ Արդյոք ինքը այն մարդն է, որի շուրջ հնարավոր կլինի այն քաղաքական կերպարն է, ոչ թե մարդը, որի շուրջ հնարավոր կլինի այս ամբողջ ձևակերպումը անել, պարոն Աբրահամյան։ Մի փոքր ստիպված եմ խորքից գալ, տեսեք, ամբողջության գործընթացը, երբ որ հանրային քաղաքական դաշտում ներկայացվեց, երևի 1 կամ 2 ամիս առաջ էր, եւ ներկայացվեց Նարեկ Մալյանի եւ Էդգար Ղազարյանի միջոցով նրանց նախաձեռնությամբ հանդիպումներ ունեցան խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ, հանդիպում եղավ նաեւ հանրապետականի գործադիր մարմնի հետ եւ այս պարագայում մեր մոտեցումը այն ինչ որ եղել է այդ քննարկման ժամանակ, դա նաեւ հրապարակային ձևով արտահայտվել է։ Իհարկե նաեւ գիտակցելով որ արտախորհրդանական ուժերը եւ հենց նույն այդ Արթունենք նախաձեռնության երկու ներկայացուցիչները իրենք օրենքով նախատեսված չունեն հնարավորություն process-ը խորհրդարան ներկայացնելու համար եւ դա կարող են անել բացառապես խորհրդարան ներկայացնող падգամավորները։ Մենք այս իրավիճակում մեր դիրքորոշումը այն էր, որ մենք պատրաստ ենք այս իրավիճակում այդ դերը ստանձնելու եւ զուգահեռ մենք նաեւ քաղաքական դաշտին այսպես ասենք հորդորեցինք, որպեսզի քաղաքական կոնսուլտացիաներ անեն եւ նաեւ այդ նախաձեռնության ներկայացուցիչներին, որպեսզի այն հնարավոր տեխնացուն ով որ կլինի, նրա շուրջ հնարավորինս մեծ կոնսենսուս լինի։ Երկրորդը մենք ի սկզբանե մեր հայտարարությամբ, ֆրակցիայի հայտարարությամբ արձանագրեցինք, որ մենք այս պահին չենք առաջադրում տեխնացու, որ չստացի, որ սա այս ամենը արվում է զուտ միայն նրա համար, որ հանրապետականը կամ պատիվ ունեմ ֆրակցիան ունեն իրանց տեխնացուն, առաջ մղեն եւ այլն, այսինքն մենք առաջ քայլ չարեցինք, նաեւ թողեցինք մի կողմից մեզանից ավելի մեծ ֆրակցիային ընդդիմադիր, որը նաեւ խորհրդանում է, մյուս կողմից նաեւ թողեցինք այն առողջ քաղաքական հասարակական ուժերի նախաձեռնություններին, որը կարծում էինք, որ նրանց միջոցով պետք է տեխնացուն գար հասունանալ եւ ներկայացվեր։ Այս ընթացքում ըստ էության տեխնացուի առաջադրում չեղավ, առաջադրումը ու ձևակերպումը մի քիչ միգուցե սխալ անցալվի, նկատի ունեմ այդ հանրային կոնսենսուս քաղաքական չեղավ իշո մարդու շուրջ եւ չներկայացվեց եւ այս իրավիճակում հանրապետական ինքը ստիպված եղավ իր կադրային բազայից ներկայացնել մարդուն, որ այդ պահին համարում էր այդ պահին ամենակարևորը եւ այդ տեղին համարելի համապատասխան։ Իհարկե ես եւս հետևել եմ եւ միջև այս առաջադրումը բնականաբար կանխատեսում էր, որ կլինեն տարբեր հարցադրումներ, բայց ինչի հանրապետականը այս անձին չառաջադրեց, այն անձին չառաջադրեց եւ այլն։ Այստեղ գիտեք մենք մի կողմից ունենք խորհրդանում ներկայացված հանրապետականը խորհրդանում ներկայացված ունի 4 падգամավոր հանրապետականը ունի քաղաքական գործիչներ, որոնք խորհրդանում ներկայացված չեն, բայց ունեն բավականին ակտիվ փորձառություն մեծ եւ շատ ավելի ներկայանալի միգուցե այս տեսանկյունից նաեւ ունի հանրապետականը կադրեր, որոնք այս պահին ներկայացված են նաեւ համայնքային մակարդակում, իսկ Դավիթ Համբարձումյանը այն անձն է, որ 2018-ին իր վրա մեծ հարվածներ ընդունեց իշխանության կողմից, բայց չընկրկեց։ Դրանից հետո 22 թվականին համայնքի ղեկավարի պաշտոնում եւս մեկ անգամ առաջադրվեց եւ բավականին տպավորիչ հաղթանակ տարավ։ Այսինքն Դավիթը նաեւ ինքիրանով հաղթող տեսակ է, որը արտահայտվել է ոչ միայն մինչեւ 2018 թվական, այլ 2018-ից հետո։ Դավիթը այս ընթացքում ցույց է տվել, որ ինքը անկրկող չէ, փախնող չէ, վախեցող չէ։ Այս ընթացքում իր նկատմամբ հազարը մի ճնշման դրսևորումներ են եղել, այդ թվում նաեւ քրեական հետապնդումների միջոցով։ Եվ իդեպ, քանի որ այս թեման նաեւ ԿՊԱ-ականներն էին շրջանառում, ասեմ, որ մամուլում հայտնված տարբեր դրվագներով Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումները կամ կարճվել են, կամ արդարացվել է, կամ տարբեր թեմաներում առհասարակ թե մամուլում դուրս եկե, բայց հետագայում նա քրեական գործը որևէ ձևով չի անցել։ Այսինքն այս հարցերը պարզաբանվել են, բայց բնականաբար իշխանությունը փորձեց մի հատ փորփրել, փորձել առաջ բերել այնպիսի մոտեցումներ, որոնք կարող էին ինչ-որ ձևով վարկաբեկիչ լինեին Դավիթ Համբարձումյանի համար, ինչը բնականաբար չստացվեց, որովհետև դրանց պատասխանները եղել են եւ նույնիսկ իրենց ժամանակահատվածում իրենց դատարանների վճռով է, որ ապացուցվել է, որ
Դավիթ Համբարձումյանը ներկայացված որևէ գործով որևէ խնդիր չունեմ։ Դրա մասին չի խոսքը։ Երկրորդը շարունակեմ հարցադրումներն։ հասկացա, երկրորդ մասով։ Ինչ վերաբերում է դրան, թե ինչի հենց Դավիթ Համբարձումյանը ընտրվեց։ Տեսեք, պետք է վերցնել իրավիճակը, թե առհասարակ այս պայն ինչ խնդիր ունենք մենք եւ ինչ խնդիր ենք լուծելու, որովհետեւ ըստ էության այս տարբերակը, որը սցենարը, որը կարող է զարգանալ, սա ժամանակավոր կառավարության մոդելի շրջանակներում է եւ գլխավոր խնդիրն է լինելու մի կողմից ստաբիլացնել իրավիճակը հաջողության պարագայում, ի դեպքում կարողանալ կազմակերպչական մեծ ջիղ գործադրել, որպեսզի հնարավորություն լինի հետագայում կազմակերպել նոր ընտրություններ, այսինքն այստեղ գլխավոր խնդիրը դուրս թողելն է գործող իշխանությանը, որը կարծեմ որևէ մեկի համար այլևս նորություն չի պարունակի ասելու ամեն գնով, այդ թվում ոչ օրինական եւ մեր պետության եւ ժողովրդի համար մեծ վնաս հասցնող այդ ճանապարհով գնալու վերընտրման ճանապարհով, այսինքն մեր խնդիր ունենք այս պայն դուրս բերելու այդ իշխանությանը հետագա ընտրությունների անցկացումից եւ այս իրավիճակում այդ կազմակերպչական հանրային տարբեր շերտերի նաև ըստ էության այդ հաշտության բերելու այդ ֆունկցիան մենք այս պարագայում տեսնում ենք Դավիթի միջոցով։ 2021 թվականին հայրենիքի փրկության շարժման վարչապետի տեխնացու էր Վազգեն Մանուկյանը, մարդ, որ գալիս էր Ղարաբաղյան շարժումից, իր օրոք իր պաշտպանության նախարար եղած օրոք մենք Արցախում բավական կարևոր ձեռքբերումներ ենք ունեցել, ազատագրել վերել է Քարվաճառը, մի խոսքով Հայաստանի ամենահայտնի քաղաքական պետական գործիչներից մեկն է, սա Վազգեն Մանուկյանի մասով մեկ։ Գալով 2022 թվականի դիմադրության շարժման, այնտեղ ճիշտ է վարչապետի տեխնացու չկար, բայց այնուհետև կար առաջնորդություն, ինչպես Սերժ Սարգսյանն, Իշխան Սաղաթելյանն են դիմության այս պահին առաջնորդը, մարտում հետևում կա հսկայական քաղաքական ուժ, ինչպես նաև մեծ հաշվով վայելում էր երկրորդ եւ երրորդ նախագահների աջակցությունը այդ պահին, հա։ 2024 թվական Բագրատ arczepiskopos Գալստանյան հսկայական մեծ շարժում 2018-ից հետո ամենամեծ մարտահավաքը, որտեղ ունեցավ հանրապետության հրապարակում, ինչ է մեզ ամեն ինչ թվարկում, 3-ն էլ չստացվեց։ Հիմա 4-րդը Դավիթն է Համբարձումյան, որը ընդունենք էֆեկտիվ կառավարիչ է տեղական ինքնակառավարման մարմինների, բայց դեռևս համապետական գործիչ չէ, ի տարբերություն իմ թված 3 տեխնացուների։ Առավել պարլամենտում պատիվ ունեմ ընդամենը 6 ձայն։ Այն 2 ձայները, որոնք որ կարող էին միանալ, հա, պլյուս Հայաստան դաշինքը արդեն իսկ հայտարարել են, որ Դավիթին չեն միանալու կամ ի օգուտ Դավիթի ձայն չեն տալու։ Ինչի վրա է ձեր հաշվարկը։ Եթե մենք առաջնորդվեինք այն մոտեցմամբ, որ գիտեք 21-ին Վազգեն Մանուկյանի ժամանակ չեղավ, 22-ին դիմացության շարժման ժամանակ չեղավ, 24 թվականի Բագրատ Սրբազան ժամանակահատվածով չեղավ, այսինքն ինչ անենք, զենքերը վայր դնենք, բոլորս գնանք տներով եւ երկրորդը, երբ որ դուք գործիչներ եք ներկայացնում, ասում եք, որ գիտեք, այսիշ մարդու հետևից այսիշ ուժը կա, այս մարդը այսպեսի քաղաքական փորձառություն կամ կենսագրություն ունի, ես հենց սկզբից դա է, չէ՞ ասում։ Առաջին 1-2 ամսվա ընթացքում, այսինքն վերջին 1-2 ամսվա ընթացքում դաշտ բերվել է նախաձեռնություն։ Այլ նախաձեռնություն չի եղել, այլ օրակարգ միայն եղել է 26 թվականի ընտրությունների գնալու, այսինքն ըստ էության այս 1 տարին սպասելու եւ 26-ին պատրաստվելու օրակարգ։ Հիմա ստեղծված իրավիճակում մենք ամեն ինչ արել ենք եւ հանրային քաղաքական դաշտում դա մենակ հանրապետականը չի եղել, նաեւ նկատել էր դաշտում անընդհատ նաեւ որոշակի ազդակներ կային, որ արեք նստեք այս թեմայի շուրջ խոսենք, տեսնենք որն է մեր հնարավորությունը, որ տեխնացունա որ կարա առավելագույնս մեծ հնարավորություն ստեղծի եւ այլն եւ այլն։ Հիմա դա իրականացվել է սահմանափակ չափով։ Հիմա տարբեր ուժեր հրաժարվել են իրենց տեխնացուն ներկայացնելու, այն ուժերը, որոնք պայմանական նաեւ ձեր ասած այդ կադրային բազա միգուցե ունեն, սա ունեն, նա ունեն։ Եվ իդեպ որ դուք ասում եք, օրինակ Իշխան Սաղաթելյանի հետևում կար մեծ կուսակցություն եւ այլն, հիմա Դավիթ Համբարձումյանի հետևում է կա, ես երկուսին իրենց համեմատության մեջ չեմ դնում։ Չէ, եւ երկրորդ ու երրորդ նախագահների աջակցությունը կար։ Տեսեք, հիմա այս իրավիճակում իդեպ իշխանին շատ հարգում եմ, իրական հարաբերություն ունեմ, վատ իմաստով չեմ ասում, նկատի ունեմ Դավիթ Համբարձումյանի հետևում էլ հանրապետական կուսակցությունն է։ Բայց հիմա տեսեք, դու գալիս ես իրավիճակում, նայում ես փաստերը, նայում ես հնարավորությունները, նայում ես քաղաքական ուժերի
հնարավոր մասնակցությունը եւ այլն։ Հիմա եթե կան որոշ քաղաքական ուժեր, որոնք թեմայի մեջ չեն ուզում մտնեն, կան քաղաքական ուժեր, որոնք ասում են, չէ, ճիշտը 26 թվականի ընտրությունները սպասելն է։ Կան քաղաքական ուժեր, որոնք ասում են, լավ, մենք չմտնենք, փորձում են խուսափել կոշտ պայքարից եւ այլն։ Հանրապետական ասում են, տղեկ ջան, ես ձեզ սկզբում ասել եմ, որ մենք հետ քայլ ենք անում, դուք առաջարկեք, մենք գալու ենք պաշտպանելու ենք, մենք process-ի մեջ ամենամեծ ներգրավվածություն ունենալու ենք։ Եթե որևէ մեկը չի մտնում, բայց մենք սրա մեջ տեսնում ենք հնարավորություն, մենք այդ պարագայում առաջադրում ենք տեխնացու, որպեսզի փորձենք process գեներացնել, էփել եւ փորձել իրավիճակ փոխել։ Այն առաջին հարցով, որով մենք սկսեցինք մեր զրույցը, նաև սրա հետ չէ որոշակի առնչություն ունի։ Ինչով առնչություն ունի։ Հիմա մենք ասում ենք, տղեկ ջան, եթե դա դու նույնիսկ մտածում եք, որ մեծ է հավանականությունը ձեր հաղթելու։ Հիմա այս 1 տարվա մեջ 1000 բան ալնելու, չէ։ Հիմա նայեք, ըստ էության Փաշինյանը հայտ է ներկայացրել վերանա գրավելու, ինչ-որ ձևի վերցնելու եւ այլն։ Փաշինյանը հայտ է ներկայացրել ներքին բախումների տանելու ընդհանուր մինչև ըստանալիության իր համար քաղաքացիական պատերազմ վերսկսելու կամ ներողություն արտադրության համար հրահրելու համար։ Երրորդը վերաբերում է այսպես կոչված խաղաղության պայմանագրին։ Մենք չգիտենք, չէ, երբ այդ պայմանագիրը կնքվելու, դրա կետերը չգիտենք, չէ, մենք գիտենք մենակ, որ հասցրել են ստորագրման պահին։ Հիմա եթե մենք 1 տարի սպասենք տունը, ինչ-որ բուկլետներ նախապատրաստենք, մտածենք, որ 26-ին ինչ ենք անելու, ոնց ենք անելու, ինչ տեսանկյունից, հիմա 26-ին իրավիճակը կարող չհասնի էլ։ Այսինքն մենք գանք հասնենք 26 թիվ, բայց այլևս անելիք եղած չլինի։ Հիմա հանրապետականն ասում է, հարգելի հանրային քաղաքական դեմքեր, հարգելի հասարակություն։ Էս է իրավիճակը։ Մեր ամեն օրը ով որ համարում է, որ կորուստ է դա Հայաստանի Հանրապետության համար, եկեք ճանապարհ ընտրենք։ Հիմա ճանապարհներից մեկը, իսկ այս դեպքում համադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու դա անվստահության գործընթացն է։ Մենք ասում ենք, եթե սա հնարավորություն կա, ամրագրված է սահմանությամբ, եթե ասում ենք, որ այս 4 տարվա ընթացքում մենք տարբեր կողմերով եկել ենք եւ չի ստացվել, որովհետեւ ձեր նշած բոլոր այդ նախաձեռնությունները փողոցային հանրապետական եւս ունեցել է դերակատարություն, արեք այս փուլում է գնանք այս ճանապարհով։ Հիմա գիտեք, այն մարդիկ, ովքեր հակառակ արգումենտներ ներկայացնում, ասում են, գիտեք, մի երկու բան են նշում, ասում են, դե այս պայմաններում հավանականություն կա, որ չի ստացվի։ Ասում ենք, տղեկ ջան, իսկ բոլոր փուլերում դուք տեսել եք 100% հավանականություն գնացել ենք ու չի ստացվել, բնական է, չէ, որևէ բան չես կարող ամբողջությամբ կանխատեսել։ Մենք ասում ենք, արեք, էսի քաղաքական process է, ընդ որում մաքուր քաղաքական process է, արեք գնանք այս ճանապարհով, օգտագործենք տարբեր այն հնարավորություններ, որոնք աճ կամ ձախ ձևում կա, օգտագործենք այն հնարավորությունը, որ այս իշխանությունը այս 7 տարիների ընթացքում միայն հանձնել է, զիջել է, պարտվել է, ուրացել է, պետական կառավարման համակարգը ավիրել է, այսինքն հասարակության համարել է դրա մեջ շերտերի համարել է դա նկատելի, արեք օգտագործենք այս բոլոր բաղադրիչները, չթողենք իրավիճակ 26-ին, փորձենք այս խնդիրը լուծել մինչև 26 թվականը։ Հիմա սա է ճիշտ ասած մեր ասելիքը։ Հիմա այս իրավիճակում երբ որ տարբեր ուժեր խուսափում են, ասում են, չէ, ամեն դեպքում մենք գնում ենք մեր ճանապարհով 26-ի ընտրություններն ենք նախապատրաստում, կան ուժեր, որոնց դիրքորոշումից կամ դիրքորոշում չկա կամ չէ երևում թե իրանք իրեն չեն ուզում։ Հիմա այս իրավիճակում հանրապետականը ստիպված ինքն է իր վրա վերցնում այս նախաձեռնությունը եւ փորձել է միջև վեր դա տանել։ Բայց այնուամենայնիվ, պարոն Աբրամյան, լավ, ամեն ինչ որ ասում եք, այստեղ մի հարց է առաջանում։ Այդ ամեն ինչը այնուամենայնիվ մաթեմատիկա է։ Ուզենք կամ չուզենք, մաթեմատիկա է։ 36 ձայն անհրաժեշտ է մտցնելու համար խորհրդարանի օրակարգ, 54 ձայն անհրաժեշտ է Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։ Ակնհայտ է, այսինքն ասում կակնին կրուծի այդպես է ստացվելու։ Հիմա 36 ձայն մտցնելու համար միայն օրակարգ անհրաժեշտ է որպես եւ Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմը եւ առավելես երկու падգամավոր ԿՊԻ-ց անկախը չգիտեմ մասնակցի։ Սա մի հատվածն է։ Հələ սա մի կողմ, սա մի այբն է, ինչպես ասում են։ Երկրորդ այբն էլ այդ 54 ձայնը ապահովելն է։ Հիմա ու ակնհայտ է, որ առանց փողոցային անհրաժեշտ ճնշման այդ 54-ը հաստատ չեք կարողանալու ապահովել։ Հիմա արդյոք Դավիթ Համբարձումյանի շուրջ կարողանաք այնպիսի փողոցային, որտեղ անունը այնուամենայնիվ մարդիկ Հայաստանում անձնավորված են, քաղաքական լիդերները անձնավորված են։ Ընդունեք, չէ՞ որ պրոցեսները երկրորդ նախագահի շուրջ է, երրորդ նախագահի շուրջ է, առաջին նախագահի շուրջ է, այսինքն շատ անձնավորված է։ Արդյոք պարոն Համբարձումյանի շուրջ հնարավոր կլինի այդ հանրային բանը ապահովել։ Հիմա տեսեք, մեր երկրում նախորդ հարցադրման ժամանակ մենք միասին ուրվագծեցինք այն հնարավոր ծայրահեղ ծանր
դրսևորումներ, որոնք կարող է ունենալ, որոնք ըստ էության բառից բուն իմաստով արտահայտվում է իշխանության կողմից, այսինքն կա այդ սպառնալիքը։ Հիմա այս պահին գոնե մեր եթերի շրջանակներում, ես չգիտեմ, մեր եթերը որ ժամին գնա եւ միջև այդ կլինեն հայտարարությունները թե չեն լինի, համենայն դեպս Հայաստան ֆրակցիան իր դիրքորոշումը չի արտահայտվել, բայց տեսեք, հիմա եթե պայմանական եմ ասում, Վեհարանի մայրաթորի դեմ լինի հարձակում, իշխանությունը գնա հարձակման։ Ներքաղաքական իրավիճակում իրադրություն փոխվելու է, թե չէ։ Անշուշտ փոխվելու է։ Հիմա այս իրավիճակում կարա փոխվի ինչպես Հայաստան ֆրակցիայի մոտեցումները այս իրավիճակում, փոխվի այն 4 անկախ падգամավորի կարգավիճակ ունեցող падգամավորների, դեռ չեմ խոսում ԿՊ-ի մասին, որովհետև հիմա ԿՊ-ում մեծ թվով մարդիկ կան, միգուցե շատ բան հանդուրժում են, մի բաները կան չեն հանդուրժում, բայց հրապարակային չեն արտահայտում, բայց սա օրինակ մայրաթորի նկատմամբ հարձակումները այդ մարդկանց համար կարող է լինել վերջին կաթիլը, որոնք մարդկանց նաև հրեն դեպի անվստահության գործընթաց միանալու պրոցեսին։ Սա ես ասում եմ ընդհանուր իրավիճակի մեջ, այսինքն մեր երկրում արագ իրադրություններ են փոխում։ Անվստահության գործընթացը նշի, որ սա բացվել է, մենք ունենք դիմացը 4-5 օր ժամանակ, չէ։ Այս process-ը ունի իր ընթացակարգային զարգացումները։ Հիմա երբ եք իդեպ բովանալու։ Կասեմ, եւ իրավական եւ քաղաքական տեսանկյունից։ Հիմա մենք այս ճանապարհը բացել ենք, մենք այս լայն դռները բացել ենք, մենք քաղաքական տարբեր ուժերի հետ աշխատելու ենք եւ այս իրադրային ամեն փոփոխություն կարող է շատ ավելի արագ բերել մեզ այդ ճանապարհին հասնել, որը անհրաժեշտ է, նույնիսկ ավելի արագ, քան որևէ ձևով ենթադրվում է։ Այսինքն մենք նաև սրանով փորձում ենք այդ իշխանության առաջ մղող այդ ճգնաժամային այդ իրավիճակը նաև որոշակի եւ կառավարության դաշտ բերել, եւ բերել որոշակի եւ կանխատեսելիության դաշտ եւ նաև որոշակի կանխարգելություն, որտեվ իշխանությունը պատահական չէ, չէ՞, միանգամից արագ սկսեց այն ամենա իր կոշտ եւ այլանդակ ձևերով բառապաշարով արձագանքել է մեր նախաձեռնությանը, բնականաբար ինքն էլ է, չէ, հասկանում, որ ինչ-որ բան այնտեղ իր գլխին կախված է։ Այսինքն մենք այս ողջ իրավիճակը պետք է օգտագործենք ըստ պահի, ըստ հանգամանքների եւ սա այս ստեղծված իրավիճակում կարող է նաեւ որոշակի արագ արդյունք ապահովել։ Այսինքն մենք մտել ենք մի հատ փուլ, որտեղ նվազագույնը մեզանից հասնում է օգտագործել օրենքով նախատեսված բոլոր հնարավորությունների դաշտը, մտնել թեմայի մեջ եւ ցանկացած իրավիճակի շատ արագ արձագանքել։ Սա նաեւ կրկնում եմ, մեզ կարող է հնարավորություն տալ իրադրային փոփոխությունների պարագայում հասնել մարդկանց նաև դիրքորոշումների որոշակի վերանայմանը եւ այս գործընթացին հնարավորինս լայն համախմբման ապահովմանը։ Երբ եք պատրաստվում իրավական գործընթացները սկսել։ Գիտեք, հիմա քաղաքական process է գնում, նաև բավականին շատ քննարկում է։ Դիմացը քարորիա կա, մինչև այդ քարորյան մտցնելու եք օրակարգ։ Այս պայն ես դեռ կմնամ առաջկա քարորի հետ կապված որևէ բարձաբանում մտցնելուց, բայց թեման հետեւյալն է։ Մենք մինչև այս պահը խոսում ենք անվստահության գործընթացի մասին։ Քաղաքական ակտորները, քաղաքական ուժերը ընդհանուր առմամբ այս հավաքական մոտեցման մասին են խոսում։ Հիմա երբ որ չեղավ, այլ ուժեր տեխնացուներ չառաջադրեցին այս գործընթացի համար, հանրապետական առաջադրեց, սա հիմա սրա երկրորդ փուլն ենք մենք անցում կատարել։ Այսինքն սա եւս մեկ հնարավորություն է մեր ասածը ավելի առարկայական քննարկման նյութ սարքելու համար։ Հիմա այս փուլը ես չգիտեմ մենք երբ կանցնենք, այս փուլը չգիտեմ մեզ ինչ կտա, ես չգիտեմ ներքաղաքական իրադարձությունները ինչպես կզարգանան եւ այս process-ը որքանով շատ ավելի արագ կգնա, որտեվ սա նաեւ որոշակի ճկունություն է ենթադրում, սա նաեւ որոշակի համբերատարություն է ենթադրում եւ այս իրավիճակում ես կարծում եմ, որ յուրաքանչյուր օրը կարա իրավիճակ փոխի Եվ ես դրա համար չեմ ուզում որևէ ժամկետ սահմանեմ, որտեղ այդ ժամկետները կարող են շատ արագ փոխվել։ Լավ, պարոն Աբրահամյան, մինչև մենք զբաղված էինք մայրաթորի շուրջ ընթացող կրքերով եւ այդ կրքերի մեկնաբանմամբ, Արցախը մնաց առանց նախագահ։ Սամվել Շահրամանյանը այլևս Արցախի նախկին նախագահն է փաստացիորեն, ու Արցախը չունի նախագահ։ Հարցս հետեւյալն է. Փաշինյանի իշխանությունը, որ ասում էր, որ որևիցե պարագայում Հայաստանում չպետք է լինի որևիցե վտարանդի կառավարություն եւ նմանատիպ այլ բաներ, գոնե մասամբ նախագահի մասով հասավ իր ուզածին։ Տեսեք, ինչ իրավիճակ ստեղծված Արցախում։ Դեռևս 3-4 ամիս առաջ Արցախում ու արցախյան քաղաքական ուժերի միջև բավական ակտիվ քննարկումների փուլ էր սկսված, որոնք հիմնականում կուլիսներում էին, դրանք արտաքին, այսպես ասեմ, դրսևորումներ չէին ունենում, բայց դրանք բավականին ինտենսիվ ընթանում էին։
Երկու խնդիր կար։ Մայիսի 21-ին փաստորեն լրանում էր եւ նախագահի ժամկետը եւ խորհրդանի։ Արցախի սահմանադրությունը ստեղծված իրավիճակի համար խորհրդանի համար ուներ լուծում եւ դա կարգավորում էր նախագահի հրամանագրով։ Եվ նախագահի հրամանագրով Արցախի խորհրդանի ժամկետը երկարաձգվեց։ Ու հիմքում ունենալով ռազմական դրությունը եւ այլն եւ այլն։ Բայց Արցախի նախագահի մասով լուծում այդ իրավիճակում չկար եւ Արցախի խորհրդանը ապրիլին սահմանադրական փոփոխություններ մտցրեց, որոնք սահմանեցին ստեղծված իրավիճակում այն ելքերը, որը հնարավորություն կտար Արցախի խորհրդանին գնալ նախագահի ընտրության։ Այստեղ ստեղծված էր մեկ այլ իրավիճակ։ Տեսեք, 21-ին լրանում էր ժամկետը Արցախի նախագահի եւ նրա Արցախի նախագահի կարգավիճակը, պաշտոնակատարի կարգավիճակը պետք է անցներ Արցախի խորհրդանի նախագահին։ Արցախի խորհրդանի նախագահ, գիտեք, Դավիթ Իշխանյանն էր, ով գտնվում էր Բաքվում։ Միջև այդ Արցախի խորհրդանի փոխնախագահը կարողանում էր իրականացնել Արցախի նախագահի, այսպես ասեմ, լիազորությունները, բայց Արցախի խորհրդանի փոխնախագահը սահմանությամբ իրավունք չուներ լինել նախագահի պաշտոնակատար։ Դրա շրջանակներում Արցախի իշխանությունները եւ այդ ժամանակվա նախագահ, նաեւ падգամավորները ակտիվ աշխատում էին նաեւ դաշնակցության հետ, հաշվի առնելով որ Դավիթ Իշխանյանը դաշնակցությունն էր ներկայացնում եւ ստեղծված իրավիճակում իհարկե դաշնակցությունը գնաց ամենաճիշտ ճանապարհով, սթափ ճանապարհով համաձայնություն տվեց, որպեսզի խորհրդանի նախագահի փոփոխություն տեղի ունենա։ Այդ ընթացքում բավականին դժվարությամբ խորհրդանի նախագահ ընտրվեց Աշոտ Դանելյանը, ով խորհրդանի падգամավոր էր, բավականին ակտիվ է նաև ներհայաստանյան քաղաքական գործընթացներում եւ լավ կերպար էր այս իրավիճակում եւ որպես կազմակերպիչ եւ նաեւ այնպիսի դիրքորոշումներ մոտեցումներ ունեցող մարդու, ով իրականում շատ ավելի ռեալ եւ պրագմատիկ է պատկերացնում, թե ինչպես պետք է այդ աշխատանքները նաև քաղաքական մակարդակում իրականացնել։ Հիմա ամսի 21-ի դրությամբ մենք ունեցանք խորհրդանի նախագահ, ով 21-ից հետո ստանձնեց Արցախի նախագահի նաև այդ պարտականությունները։ Հիմա սահմանությամբ 7-ից 10 օրվա ընթացքում պետք է տեղի ունենար Արցախի նախագահի ընտրություններ։ Այդ ընթացքում, որքան ինձ խորհրդանից մեր գործընկերներն էին նաև փոխանցում, Հայաստանի իշխանությունները ոչ միայն հրապարակային, այլ ուղիղ մի քանի խողովակներով շանտաժ էին ենթարկում Արցախի քաղաքական, այսպես ասեմ, վերնախավին, սպառնալով, որ ձեր գործողությունները կարող են բերել առաջնագծում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսմանը, այսինքն նախագահի ընտրությունն է, այո, եւ այսպես ասեմ, ուղղակի եւ անուղղակի տեքստերով փորձում էին հետեւյալը հասնել, որ տեսեք, եթե ձեր նախագահական ընտրությունների պատճառով ինչ-որ բան է տեղ ունեցել, բացի նրանից, որ սպառնում էին ներկայացությունը, փակել, ձերբակալությունների գնալ, այլ ասում էին, որ դուք չեք մտածում Հայաստանում ապրող արցախցիների մասին։ Այսինքն միգուցե դրանք ինչ-որ փուլում փորձեն դա լրիվ այլ ձևի մեկնաբանել, բայց ես հրատակ օրինակ սպառնալիք եմ տեսնում, որ եթե դուք գնում եք հակառակ մեր կամքին, ապա մենք սկսել ենք ճնշումներ ոչ միայն ձեր նկատմամբ, այլ Հայաստանում ապրող արցախցիների նկատմամբ։ Հիմա ըստ էության խոչընդոտներ էր բավականին մեծ ստեղծված, որտեղ միջև այդ հիմնական քաղաքական ուժերը որպես կոնսենսուսային տեխնատու տեսնում էին Շահրամանյան Սամվելին, որ մինչև 21 թվական այդ բարդ փուլում նախագահի պաշտոն էր զբաղեցնում, բայց 25 թվական, այո։ Եվ այս իրավիճակում անընդհատ փորձ էին անում այդ կոնսենսուսը ձևավորել նրա շուրջ եւ ըստ էության այդ կոնսենսուսը կար։ Շահրամանյանը հրաժարվեց, թե ավելի կաբան անենք։ Ես այդ քննարկումին չեմ մասնակցել, բայց իրավիճակը հետեւյալն է եղել։ Սամվել Շահրամանյանը ներկայացրել է իրավիճակը, խորհրդային ասել է, որ դուք որոշեք, թե ոնց ենք շարժվելու։ Այսինքն խորհրդան ուներ երկու ճանապարհ, մի կողմից ընտրելու Շահրամանյանին, բայց ես իհարկե չգիտեմ Շահրամանյանը միգուցե ինքնաբացարկ այդ իրավիճակում հայտներ եւ առաջադրել այլ տեխնացուի, բայց խորհրդանական մեր գործընկերները դեպի որ փորձում էին հասկանալ իրավիճակը, պատկերը հետեւյալն էր, որ սա այս ամենը այս խոսակցությունը եղել է վերջին պահին
եւ իրենք այլևս հնարավորություն չունեն այդ 7-ից 10 օրվա ժամկետում այլ տեխնացուի հետ քննարկում անելու եւ առաջադրվելու եւ հետևանքը եղավ այն, որ իրականում այդ ընտրությունը տեղի չունեցավ։ Երկրորդը, որքան ես եմ տեսնում, միգուցե դա ամբողջությամբ ես չեմ տեսնում խորությամբ այդ պատկերը, բայց նախագահական ընտրություններ անցկացնելու օգտին, այսինքն հայաստանյան իշխանության շանտաժին չընդգրկելու եւ դիմադրելու օգտին կային կոնկրետ падգամավորներ, որոնք միակ տարբեր խմբակցություններ էին ներկայացնում, բայց փաստացի նրանք չունեցան այն հնարավորությունը, որպեսզի կարողանան ամբողջ խորհրդարանը, այսպես ասեմ, կոնսոլիդացնել եւ արագ որոշումներ կայացնել կամ արագ պայմանավորվեց Սամվել Շահրամանյանը, Սամվել Շահրամանյանը ընտրել, ես չգիտեմ կրկնում եմ ինքը կհամաձայնվեր թե չէր համաձայնվի, կամ ընտրել այն տեխնացուի, որովհետև ժամանակային առումով պարզապես հնարավորություն չէր եղել, եւ ըստ էության ես կարծում եմ հիմա համանդրական ճգնաժամ Արցախի դեպքում, իհարկե կա հստակ խոչընդոտ, որը Արցախի համայնության իրացմանը խոչընդոտել է Հայաստանի իշխանությունը, բայց դե հետագայում սա ինչ նոր հնարավորություն կբացի կամ ոնց են ելքերը, միգուցե այստեղ համանդրակետները շատ ավելի հստակ ասեն։ Մի բան մենակ ես կարող եմ հստակ ասել, եթե վաղը հնարավորություն ունենա Արցախը ուղիղ ընտրության միջոցով նախագահի ընտրություն կազմակերպելու, դա համայնությունը միանշանակ թույլ է տալիս։ Իսկ թե ճգնաժամային այս իրավիճակում այլ երկել, այլ ժամկետներ արդյոք կարող են սահմանվել կամ երբ կարող են սահմանվել, այս բանը ես մի փոքր դժվարանում եմ ասել։ Մենք կարող ենք ֆիքսել, որ Արցախի քաղաքական ղեկավարությունը ընկրկեց իշխանությունների շանտաժի առաջ։ Այո, ես կարող եմ դա միանշանակ ասել, որովհետև ես իմ դիրքորոշումը արտահայտել եմ։ Ու հատկապես ովքեր են, այսինքն Արայիկ Հարությունյանի ֆրակցիայի մի մասն ինչքան ես հասկանում, Սամվել Բաբայանը։ Տեսեք, ես ինչ իմ դիրքորոշումը ոնց է, ես ինձ ասեմ, տղեկ, եթե դուք մտածում եք, որ Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ գալու է ասելու է տղեկ ջան, ժամանակն արդեն գնացեք տներով բանալիներ տվեք, բան գնացեք եւ այլն, դες չի լինելու։ Հայաստանի իշխանությունը պիտի գար խափեր, շանտաժի թարգեր, վախեցնել, ոնց որ եղել այս ողջ ընթացքում ու տարբեր դրսևորումներում։ Հիմա բնական է ոչ մեկի գլուխը չեն շոյելու, ոչ մի բան չեն ասելու։ Այսինքն վերցնել եւ Հայաստանի իշխանությունների ասածը ընդունել որպես վերին ճշմարտություն եւ առաջնորդել դրանով, ես այդ մոտեցումը չեմ կիսում։ Խորհրդանում ես ճանաչում եմ մարդկանց, ում անունը որ չեմ հնչեցնի, ոչ թե համարում եմ, որ իրանք այդպեսին չեն, այլ ես իրենց դիրքորոշումը չգիտեմ։ Բայց Աշոտ Դանելյանը, Դավիթ Գալստյանը, Մետաքսեն Հակոբյանը, Նելա Գրիգորյանը, Գոհարը, այսինքն այս մարդիկ են, որ հստակ գիտեն, որ իրանք ուզում էին։ Համոզված եմ, որ նաև դաշնակցություն ներկայացնող падգամավորները հստակ գնային այս process-ին։ Ես նաև չեմ խոսել, բայց կարծում եմ, որ Դավիթ Մելքոմյանը նաև գնար այսքան։ Այսինքն որոշակի падգամավորներ իմ համար գոնե ում դիրքորոշումը գիտեմ կամ որոշակի օրին կանխատեսել է, իրանց մասին կարող եմ խոսքը արտահայտել, բայց իմ ասած մարդկանց մի մասը ներկայացնում են ֆրակցիաներ, որոնք երկու օգանոց ֆրակցիաներ են, օրինակ, եւ բնականաբար նախագահ ընտրության համար առաջին փուլի համար 22 ձայն են պահանջում, երկրորդի համար 17 ձայն է պահանջում, եւ ստեղծված իրավիճակում այդ մարդիկ պարզապես չէին կարող այդ իրավիճակը ստեղծել, այսինքն այն մարդկանց մասին ում ես ասում եմ, այդ մարդիկ եթե հնարավորություն ունենային, իրանք իրանցով կանեն այս հարցը, բայց եթե իրանք հնարավորություն չեղավ ոչ խորհրդարանը, գոնե նվազագույնը 17 մարդու բերել այս թեմային, ես կարծում եմ, որ այնտեղ շատ ավելի մեծ խնդիրներ կա եւ այդ խնդիրները պետքա պարզաբանեն եւ առաջին հերթին պետքա պարզաբանեն Արցախի քաղաքական գործիչները, որովհետեւ սրա մասին այնպես է ստացվել բացառապես մի քանի բացառություններ Արցախի խորհրդարան ներկայացնող պատգամավորների մի կողմ դրած հիմնականում խոսում են հայաստանյան քաղաքական դաշտի տարբեր դեմքեր, փորձագետներ, քաղաքագետներ կամ ակտիվ մարդիկ, բայց իրավիճակի պարզաբանումը պետք է հստակորեն տա։ Ես չեմ մասնակցել Արցախի խորհրդարանի ֆրակցիաների ղեկավարների կամ կուսակցությունների ղեկավարների հանդիպումներին, քննարկումներին կամ նրանց հանդիպումները Սամվել Շահրամանյան։ Ես չեմ կարող ասել, հիմա միգուցե Սամվել Շահրամանյանը կամ խորհրդարան ներկայացնող այլ պատգամավոր գա իրավիճակ ներկայացնի, ասի գիտես մենք այս մարդուն առաջադրել ենք, հրաժարվել է, ես դա չեմ կարող հիմա այստեղ այս տաղավարում դրա մասին վստահ ասել, բայց այն, որ այն մարդիկ, ովքեր
պատասխանատվություն ունեին մեծ առումով սրա համար ու իրենց դիրքորոշումը չեն ներկայացնում, դա արդեն բնականաբար իրանց շուրջ թեման ավելի մեծ է։ Չի ցանկանում վերցնել հնարավոր աղետի պատասխանատվություն, որովհետև մարդիկ հասկանում են, որ եթե հիմա գնան այս քայլերին, ապա Ադրբեջանը կարող է սադրանքների գնալ ու եթե մեկի այսպես գլխից մաս ծռվի, ուղիղ պատասխանատու իրենք են դառնալու։ Տեսեք, ես օրինակ Սամվել Շախրամանյանի մասով շատ մոտեցում ես ավելի լայն կտրվածքով չեմ ներկայացնում, ինչի համար, որովհետև Սամվել Շախրամանյանը 23 թվականի սեպտեմբերին մի քիչ մոտ իրավիճակում էր, այն ժամանակ իրերը այլ իրավիճակում էր, իրենք Արցախում են եւ այլն, բայց էլ այն ժամանակ Արցախում որևէ մեկը պատասխանատվության տակ չմտավ եւ Սամվել Շախրամանյանը մտավ։ Հիմա ազնվությունը լավ բան է, չեմ ուզում այս իրավիճակում այն մարդը, որ այն ծանր պահին մտել է, ես հիմա իրան ասեմ, գիտես դու ես սա մեղավոր, դու չմտար սրա տակ եւ այլն եւ այլն։ Ի վերջո այս ամեն ինչը մենակ իրանից էլ կախված, ինքն ունի պատասխանատվություն որպես ժամկետն ավարտող նախագահի, բնականաբար նաեւ այստեղ քաղաքական եւ բարոյական պատասխանատվության մասին է, բայց մի կողմից կա խորհրդանի մեծամասնություն, ովքեր պետք է արագ քաղաքական կոնսուլտացիաներ իրականացնեին եւ եթե Սամվել Շախրամանյանը չէր առաջադրում կամ չէր համաձայնվում, ապա այս իրավիճակում այլ տեխնատություն առաջ քաշեն։ Իհարկե դուք ճիշտ եք ասում, որ ծանր բեռի տակ այնպես չէ, որ այսօր բոլորը փորձում են մտնել։ Ժամանակին 20 թվականի Արցախյան նախագահական ընտրությունում, եթե չեմ սխալվում, 18 տեխնացու կար։ Եվ բարես բունի իմաստով իրար փրթոցի էր գնում այդ բանի համար, որտեղ բոլորը դրան նայում են այդ պաշտոնի այդ տեսանկյունից։ Հիմա այս պայն են մարդիկ, ովքեր շարունակում են մնալ Արցախի խորհրդանի անդամ։ Աշոտը Դանելյանը, որ համաձայնվեց խորհրդանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու, իրանք պատասխանատու մարդիկ են, այնտեղ ոչ վճարովի գործունեություն են ծավալում, ոչ բան, այդ ամեն ինչը իրանք ուսերի վրա է մարդկանց, ովքեր գալիս են, կանգնում են, հենարան են որոշակի նաև հանդեսանում եւ այլն։ Հիմա նույնը ստեղծված է Արցախի նախագահի այդ պաշտոնի հարցնում, որտեղ իրանք պետք է հասկանան, որ սա ծանր իրավիճակում Արցախի ինստիտուտները պահելու կարևոր խնդիր է, միջև այն փուլին, երբ որ հնարավորություն ունենանք Արցախի հարցը միջազգայնացնելու, այդ ինստիտուտների բնականon գործունեությունը իրենց սահմանության շրջանակներում կազմակերպելու եւ այլն։ Հիմա թե ինչպես կշարունակվի այս process-ները, ինչպես կեֆի եւ սահմանադրությունը այս ճգնաժամի պայմաններում ինչպիսի լուծումներ կտա, դա երևի առաջիկայում ցույց կտա։ Ես նաեւ կոչ եմ անում ձեզ, նաեւ մյուս մեր գործընկեր լրատվամիջոցներին, որպեսզի այս թեման, ինչը շատ կարեւոր է, փորձել սրա հետ կապված մոտեցումները ստանալ նաեւ Արցախի պետական գործիչներից, պատգամավորներից եւ այն մարդկանցից, որոնք որոշակի ազդեցություն ունեն Արցախյան բացառությամբ 3-4 հոգու մնացածները ոնց որ ուղղակի չեն խոսում։ Հասկանում եմ, դա եւս իրենց պատասխանատվության թեման է։ Նաեւ դրանք 3-4 հոգին են, որոնք միշտ խոսել են, էլի, այսինքն Դավիթը, Մետաքսեն եւ այլն։ Լավ, պարոն Աբրամյան, վերջում, վերադառնալով եկեղեցու թեմային, ինձ այնուամենայնիվ անհանգստացրել է Փաշինյանի գրառումը, ես մտածում եմ, որ մենք առաջիկայում տեսնելու ենք Մայրաթորի մոտ ԿՊ-ի կողմնակիցներին, որովհետև այդպես են մեկնաբանում առնվազն Փաշինյանի հայտարարությունը։ Սրանի հակառակ մենք տեսանք առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը չնայած պատկառելի տարիքին եւ նոր հիվանդանոցից դուրս գրվելուն գնաց եւ այցելեց Մայրաթորին, Հայաստան դաշինքը հայտարարությամբ հանդես եկավ, հանրապետականն էլ բնականաբար հանդես եկավ։ Հիմա ուզում եմ հասկանալ, եթե այդպիսի բան տեղի ունեցավ, ինչ եք անելու, դուք գնալու եք Մայրաթորի պաշտպանություն, ինչ-որ պատկերացում ունեք, թե ինչի եք պատրաստ։ Մենք այստեղ վերադառնում ենք մեր այսօրվա այն զրույցին, որը արդեն բավական հետաքրքիր ձևով ծավալվել է, այն քաղաքական process-ը անվստահության, որ մենք նաև նախաձեռնում ենք, սա նաև այս իրավիճակում դիտարկելի է որպես գործընթաց կանխելու Մայրաթորի դեմ այս ոտնձգությունները, որովհետև ֆիզիկապես էլ կարելի է գնալ ու մենք տարբեր դրվագներում մեր ներկայություն ունեցել ենք Մայրաթորում, կարելի է գնալ, պաշտպանել, ընկնել, նստել հանուն հայոց եկեղեցու, բայց մեկ այլ հարց է, որ պետք է քաղաքական առումով իրավիճակ ստեղծվես, որպեսզի այս հարվածները, որոնք անդադ տեղում են Մայրաթորի նկատմամբ, պարզապես կանխվեն կամ չեզոքացվեն։ Դա Հայաստանում իշխանափոխության գործընթացն է, առանց որի երկարաժամկետ կտրվածքով այս խնդիրը որևէ ձևով չեն կարող լուծել, եւ նաեւ սրանով է պայմանավորված, որ ես կարծում եմ, որ այս որոշակի իրադրային փոփոխությունները պետք է նաեւ վերանայումների բերեն այլ քաղաքական ուժերի եւ դերակատարների մոտ եւ հնարավորություն դարձնեն
բոլոր ուժերի ռեսուրսները զուգահեռի մեջ նաև կենտրոնացնել իշխանափոխությունը օրինական ճանապարհով ենթադրող այս անվստահության գործընթացի վրա։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Հրավերս ընդունելու հետաքրքիր զրույցի համար իմ հյուրն էր խորհրդարանի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։